քննարկում ենք հարց համար 9 Հրազդանի կիրճում հանգստի գոտի ստեղծելու նախագծի վերաբերյալ հարցը զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյան։ Համեցեք, պարոն Խուդացյան։ Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ։ Ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում եւ լրացում, ինչպես նաեւ կառավարության 2025 թվականի համար 1910 որոշման մեջ փոփոխություն եւ լրացում կատարելու մասին որոշման նախագիծը նախագծով առաջարկում է 172 միլիոն դրամի վերաբաշխում իրականացնել Երևանի քաղաքապետարին գումար հատկացնել Հրազդանի կիրճում հանգստի գոտու կառուցման համար։ Առաջարկում եմ նախագծի մանրամասները պարոն վարչապետ ներկայացնի Երևանի քաղաքապետը։ Համեցեք, պարոն Ավինյան։ Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, տվյալ նախագիծն իրականացվում է Հրազդանի կիրճի սկզբնամասից հաշված մոտ 5.5 կիլոմետր հեռավորության վրա, Արաբկիր վարչական շրջանում, այն հատվածում, որտեղ միասին պարոն վարչապետ մենք ունեցանք այցելություն։ Ծրագիրը ներառում է կիրճի բարեկարգման ընդհանուր ծրագիր, նոր լանդշաֆտ եւ ճարտարապետական լուծումներ, հարմարավետ զբոսայգի, հանգստի գոտիներ, սպորտային միջոցառումների անցկացման հարթակներ, կինոդիտման վայր, ինչպես նաև սրճարան, որը կդառնա սոցիալական շփումների կենտրոնը կիրճում եւ նմանատիպ ենթակառուցվածքի կարիք այնտեղ կար եւ բազմաթիվ այդ կիրճում սպորտով զբաղվողների նաեւ պահանջն ու խնդրանքներ սա, պարոն վարչապետ, ընդհանուր առմամբ սա մեր ընդհանուր կիրճի վերակազմավորման, վերաձևավորման կոնցեպտի մեջ է մտնում եւ հիշեցնեմ նաեւ, որ մենք իրականացրել ենք խորը վերլուծություն ամբողջ կիրճի վերաբերյալ, ֆլորան եւ ֆաունան ենք ուսումնասիրել, մշակութային ժառանգություն հանդիսացող հատվածները հստակ սահմանագծել ենք կիրճը եւ սպասում ենք շրջակա միջավայրի նախարարության կողմից օրենսդրական փոփոխություններին, որից հետո Երևան քաղաքի ավականին ամբողջ կիրճը կճանաչի համայնքային հատուկ պահպանվող տարածք եւ այս կոնցեպտուալ այս կարևոր կետերից մեկը նաեւ ձեր առաջարկությամբ իրականացվում է հենց այս հատվածում, որի մասին խոսեցինք, սա է ընդհանուրը։ Շնորհակալ եմ, պարոն Ավինյան, հարգելի գործընկերներ, ընդհանուր առմամբ մենք Երևան քաղաքում 3 խոշոր բնապահպանական եւ այսպես ասած կյանք ավելի հարմարավետ դարձնելուն ուղղված 3 խոշոր ծրագիր ունենք, դրանցից մեկը Հրազդան գետի կիրճը հատուկ պահպանվող ռեկրեացիոն հանգստի գոտի դարձնելն է, հաջորդը Դալմայի այգիների հետ կապված խոշոր քաղաքային անտառ պուրակ ստեղծելու մասին է եւ հաջորդը Նոր Նորքում նախորդ կառավարության նախորդ նիստերից մեկում մենք խոսեցինք արդեն վերադարձված հողերի վրա Նոր Նորքասցի Նորք Մարաշում, այո, ավելի քան 7 հեկտար տարածքի վրա էլի անտառային քաղաքային անտառ պուրակ ստեղծելու նախագծի մասին է եւ ըստ էության այս հատվածով մենք կարող ենք արձանագրել, որ առնվազն Հրազդանի կիրճի մասով սկսում ենք նախագծի իրականացումը։ Այստեղ կարևոր է նաեւ այն, որ տվյալ հատվածը ինքը արդեն ապրում է որպես այդպիսին։ Այսինքն եւ հատկապես շաբաթ-կիրակի օրերին, նաեւ աշխատանքային օրերին մարզվող, վազքով, քայլով զբաղվող, հեծանիվով զբաղվող, ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիները հիմնականում կենտրոնանում են այդտեղ եւ հիմա մեր խնդիրը այդ գործունեությունը կամ այդ ժամանցը ավելի հարմարավետ դարձնելն է, որովհետեւ այստեղ խնդիրը ինչ է։ Ես էլ քանի որ տեղում եղել եմ եւ ուսումնասիրել եմ իրավիճակը, որ խնդիր կա, որ մարդը այդտեղ ավելի երկար ժամանակ անցկացնելու համար ունի որոշակի սահմանափակումներ, որովհետև դե վազքը վազք, սպորտը սպորտ, հեծանիվը հեծանիվ, բայց դա անընդհատ չի, այսինքն լավ ժամուկես 2 ժամ զբաղվում ես դրանով, մի բաժակ թեյ սուրճ խմելու կամ ուղղակի նստել հանգստանալու անհրաժեշտություն կա, եւ հիմա ամբողջը
արվում է այդ ժամանցի այդ ձևը հնարավորինս այդ տարածքում երկարացնելու եւ հնարավորինս, ինչպես ընդունված է ասել, էկո միջավայրում անցկացնելու հնարավորություն ստեղծելու եւ հարմարավետ դարձնելու եւ երկարացնելու մասին է։ Իհարկե մենք տեղում նախագիծը նայել ենք, այսինքն եւ շատ լավ նախագիծ է եւ պետք է պարզապես իրականացնել այն տրամաբանությամբ, որ մենք Հրազդանի կիրճի ավելի խոշոր հատվածը, ինչպես ասեց պարոն Ավինյանը, ուսումնասիրված է։ Հիմա կառավարությունը իր աշխատանքը պետք է անի, ազգային ժողովում մեր գործընկերները հույս ունեմ կընդունեն այդ օրենքը, որից հետո արդեն տարածքը հատուկ կարգավիճակ կստանա, որովհետև ցավոք սրտի այդտեղ էլ մենք դեֆորմացիաներ ունենք։ Իհարկե մենք այդտեղ շատ ցանկություն չունենք, որպեսզի անհարմարավետություններ ստեղծենք, այդ թվում ներդրումների համար, նրանք որոնք կարող են համատեղվել այդ տրամաբանության մեջ, ինտեգրվել այդ տրամաբանությանը, մենք խնդիր չենք տեսնում, բայց ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ դա հսկայական մեծ տարածք է եւ շատ մեծ պոտենցիալ ունի եւ Երևան քաղաքում ընդհանուր առմամբ եւ օդի որակի եւ կյանքի որակի բարելավման առումով շատ մեծ պոտենցիալ ունի եւ մենք այդ նախագիծը պետք է սկսենք իրականացնել եւ այսպիսով սկսում ենք իրականացնել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար